հետարքիր են Սփյուռքում ապրող մարդիկ իրենց թվում է թե դու որ ասենք Հայաստանից ես կամ սա գնալու ես Ռիգաս բան տես գնում գալիս ես ավելի շատ բան գիտես քան թե իրենք այսինքն այն ամբողջ այն ինֆորմացիայի այն հոսքը որը որ կա իրաց չի բավարարում իրաց միշտ թվում է թե այ դու չգիտես թե ինչու պիտի ավելի շատ իմանաս հիմա խոսենք դրա մասին բարև դες սիրելիներս գրանցվեք ալիքից խնդրում եմ եւ տարածեք այս ամենը եթե կարող եք Patreon-ին աջակցել ապա խնդրեմ ներքևում կարող եք դրա հնարավորություն ունեք եթե համարում եք որ մեր արած գործը իմ եւ իմ հետևորդների գործը կարեւոր է հա ուրեմն մոտերում ասում են պարոն Դանյան բա ինչ պետք է լինի ոչ թե հայրենիքի վերջին ինչ պետք է լինի որովհետեւ ասում են մեր երկրի վերջին ինչ պետք է լինի ասեն դե ժողովուրդ ջան այս վերջի 4000 տարին սենց է էլի դե հիմա այդպես նորություն չի 30-40 տարի լավ է հետո 200 տարի վատ հա խոսքը շատ է մտահոգում մարդկանց եկեղեցու եւ պետության միջև այդ ցակած կոնֆլիկտը եւ ուզում են հասկանալ թե ինչպես է հանգուցալուծվելու այդ ամեն ինչը որը դե գիտեք եկեղեցին Սփյուռքում ավելի այսպես մեծ կարեւորություն ունի դա հայրենիքի հետ կապն է այդ հոգեվոր կապն է եւ այլն ու ես առանձնապես գիտեք եկեղեցու հետևորդ չեմ բայց դե մտահոգված եմ իմ հանդիսատեսի հեռուստադիտողի համար մանավանդ այդ հարցերը որ տալիս են ուզում եմ ինչ-որ բան ասեմ եւ ճիշտ ասած հիմա կկիսվեմ դες հետ իրանք էլ կնայեն կհասկանանք կաշխատենք հասկանալ ինչ է լինելու ներեցեք ուրեմն տեսեք Փաշինյանը ասեց մի բան լսեցի որ այսուհետ կաթողիկոսի բարեվարկությունը պիտի ստուգվի նոր ընդունվի կաթողիկոս որովհետև դա եւ հայ ժողովուրդը դա պիտի ստուգի պետքա նու ռուսերը ասես դաբրո պիտի տա հա որ նա դառնա կաթողիկոս դա եկեղեցական օրենքներին բանա հարմար չի եւ նու եկեղեցում օրենք չի փոխվում ասենք այս 1800 700 տարի է տենց հա եւ որևէ բան փոխելը ընդ բավականին բարդ է բայց դու քանի որ 21-րդ դար է եւ այլն դա պետք է այսուհետ պիտի հաշվետու լինի կաթողիկոսը նաեւ ոչ միայն պետությանը այլ նաեւ հասարակությանը իր հավատացյալներին հայ ժողովրդին ու մանավանդ դա համենայն հայոց կաթողիկոսը չնայած մենք երկու հատ համենայն հայոց կաթողիկոս ունենք էլի լավ դե դա ուրիշ թեմա է ինչեր է կողքից լսելով չես կարող չհամաձայնվել որովհետեւ իսկապես 21-րդ դարը եւ եկեղեցին երևի թե կարևորագույն էսպես ինստիտուտն է մեր ինքնության նու քրիստոնյա ազգ ենք նու առաջինն ենք թե երրորդը ինձ վրա դա կարևոր չի եղել երբեք բայց ամենայնպես հին եկեղեցի ենք շատ առաջինն ենք ստերեոտին ինչպես ասում են պատմիչները եւ մեզ աշխարհը ընկալում է որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ պետություն եւ մենք դեպի առաքելություն ունենք նոյը Հայաստանում է իջել Արարատի գլխին Երուսաղեմում ունենք այսպես մեծ ինչ-որ այտենց պատրիարքարանը թե չեմ սխալվում որը որ ահագին արտոնյալ է ինչևէ դա մեր ժողովրդի կարևորագույն ինստիտուտն է եւ այսօր պետության հետ հակել է այսպես ասած ժողովրդական լեզվով ասած այո եւ այդ կաթողիկոսի բարեվարկության այսպես ասած այդ ստուգումը կարծես թե խելքին մոտ բան է որ ասենք հա այդ արկիր կլներ որ մարդը ասենք այն ով ընտրվում է կաթողիկոս չլներ աշխարհիկ մարդ ինչպես այս կաթողիկոսն է կանոնները պահպաներ եկեղեցու բամբասանքների եւ ասեկոսեների ինչ որ առիթ չհանդիսանար լիներ կուսակրոն նու եւ այլն եւ լիներ ժողովրդի կողքին քիչ է մնում ասեի այնպես ինչպես Վազգեն առաջինը բայց դա ես էլի վերապահումով եմ վերաբերվում բոլոր մեր կաթողիկոսներին հենց սովետական միության օրոք որովհետև ես համարում եմ որ բոլոր կաթողիկոսները KGB-ի հետ կապված են ուղղակի Վազգեն առաջինը կիրթ մարդ էր գրագետ մարդ էր այլանդակ չէր այդքան բան բայց պարզա որ KGB-ի ագենտ էր ինչպես եւ բոլորը
Այսինքն դա ոչ լավ է, ոչ վատ, այլ կերպ հնարավոր չէր, ինձ ճիշտ հասկացեք։ Դա Վազգեն Արաչինի բարոյական կերպարի մասին չի խոսում։ Ուղղակի դա այդպես է, այսինքն ոնց որ եթե ուզում էիր դպրոցի դիրեկտորը լրիվ կոմունիստ, նենց էլ եթե ուզում էիր դառնալ կաթողիկոս կամ բարձրաստիճան քանապ, դիներ KGB-ի հսկողության տակ կամ հենց աշխատող։ Դա փաստ է։ Համենայնդեպս ժողովրդի մեջ ընդունված։ Եվ հա, վերադառնալով մեր թեմային, ասեմ, որ կարծես թե Փաշինյանը խելքի մոտ բան ասել, բայց այդտեղ մի անգամից ուզում եմ մի հատ օրինակ ձեզ հիմա բերեմ, որպեսզի մենք հասկանանք։ Ճիշտ է դա Փաշինյանը ասում թե ոչ։ Պատկերացրեք դուք հասարակ մարդը ձեր լույսը փչացել է։ Կարողյա տվե մի տեղեսին փչացել է, սա սառնարան բան, սա խփել է։ Դուք կանչում եք էլեկտրիկ։ Զանգում եք էլեկտրիկին, ժեք եք զանգում կամ չգիտեմ որտեղ, գալիս է, դուրը բացում եք, տեսնում եք սպիտակ խալաթով այդ խաչը բանին, պայուսակին, մասկայով դնում եք մարդա կայնած ու դու նայում ես ու ընդեղ է շտապողության մեքենա ասում ես, մենք շտապողություն չենք կանչել, մենք էլեկտրիկ ենք կանչել, ասում ես ոչինչ, ես ձեզ լույսը կսարքեմ։ Ասում ես, բայց ինչի, այմա չէ ասում, ես էլեկտրիկ եմ ելեմ աշխատել ժամանակին, հիմա բժիշկ եմ, բայց դե ոչինչ, ես կսարքեմ ձեր լույսը, մի վախեցի, ստե ուզած չուզած, վերցնում ես հեռախոսը, զանգում ես այդ հիվանդանոցը, որտեղից եկել է այդ բժիշկը, եւ իմանում ես, որ ոչ միայն նա ասենք էլեկտրականություն բան չի ասում, այլ նաեւ իր հիվանդներից 3-ից 2-ը մեռնում են։ Եվ հասկանում ես, որ նա կոմպետենտ չի այդ ամեն ինչը անի, այդ լույսը հիմա եթե իրան թողնես, որ նա քո լույսը սարքի, աթվորքայում մտնելու աշտեպսելի մեջ, տա պայթաստի սաղ կա, պատերի մեջ կարոտքի խպի սաղ պամպոր խայտարակը լույս։ Հիմա նույնն էլ Փաշինյանն է, որ ասում է, պետք է ստեղծվի ինչ-որ տենց միջև, ինստիտուտ կամ ես ինչ բան, հանձնաժողով, ես դե ինչ-որ բան պետք է ստեղծվի, չէ՞ որ իմանա այդ կաթողիկոսը, որ ընտրվում է բարեվարկության կանոններին, համապատասխանում է թե չէ։ Նու եթե վերցնենք մեր ազգային ժողովի այդ մի հատ կա տենց բան կոմիսիա, որը որ դեպուտատների բարեվարկությունն է ստուգում, նու անդրապես մի տես մի խուլիգանություն ալնելու, որ պետք է կաթողիկոս եմ ստուգի, ես ընդից եմ հասկացել, կարող եմ սխալ եմ հասկացել, ժողովրդից գրեք, եթե սխալ եմ հասկացել։ Եվ մտածում ես, որ եթե ինքը կարողանար, խոսքը Փաշինյանի մասին է, այդ բարեվարկության եւ նորմալ մարդ լինելու, բարոյական մարդ լինելու, կիրթ մարդ լինելու, մարդկանց լինելու գոյությունը ապահովել իր շրջապատում, ապա կասել հա, դե տեսեք մարդը նորմալ ընկերներ ունի, նորմալ գործընկերներ ունի, ոչ հայհոյում են, ոչ գող են, ոչ բան են, նորմալ էլի, նորմալ։ Ասես դե հա, դե մի հատ էլ ըստե մի հատ ինստիտուտ ստեղծենք, որ ասենք վաղը միսու կաթողիկոս ընտրի, մենք էլ իմանանք ով ընտրվել։ Ասենք իմանանք իր կենսագրությունը, իմանանք ինչով է շնչում այդ մարդը, աշխարհիկա թե չէ, քանի կնիկ ունի կամ ունի կամ չունի, դու պետք է չունենա։ Հա, նու եւ այլ։ Դա абսուրդ է ինչ որ ինքը հիմա ասում, հա, որովհետեւ եթե անգամ տեսեք, նույն եթե վերադառնամ այդ լույսի պատմությանը, պարզ է, չէ՞ որ լույսը փչացել է, պետք է սարքես։ Պարզ է։ Եվ այն որ տեղը բժիշկ է եկել որ լույսը սարքի, դա դեռ չի նշանակում որ լույսը պետք է սարքես, այսպես թե այնպես պետք է սարքես։ Բայց բժիշկը չի կարող լույսը սարքի, այն էլ վատ բժիշկը, որ ասենք դե անբարեխիղճի մեկն է, հա։ Հիմա նույնն էլ է սա։ Պարզ է, չէ՞ որ կաթողիկոսը լավ կլեր, որ բարեվարկությունը, ասենք, ժողովուրդը իմանար, որ նա նորմալ մարդ է, որ նա աշխարհի կյանքով չի ապրում, որ նա, չգիտեմ, ավտորիտետ ունի, բան ունի, որ մարդիկ գալիս են իսկապես իր աչքը ձախը, ոտեսի մինչը պաչում են, լավ են զգում իրանց, որ կաթողիկոս ունեն եւ այլն։ Այլ ոչ թե այն ինչ որ մենք ունենք այսօր։ Լավ կլինի, բայց արդյոք այսօրվա իշխանությունը դրա մասին խոսելու իրավունք ունի։ Ես այստեղ թույլ տվեք կասկածեմ եւ գիտեք, ասես բոլոր ինչ որ արել է այս իշխանությունը, արել է թերի։ Տեսեք, պետքա երկրում լիներ արդարություն,
բայց չկա արդարադատություն։ Եթե արդարադատություն չկա, այսինքն նորմալ արդարադատության համակարգ չունենք մենք, հա, դե ասենք դատավորները գող, չգիտեմ, մարդամի 300 գան տուն ասարքեն ըստե գող են, այդպես կարելի ասել։ Ունեզրկել են մարդկանց ժամանակին շատ դատավորներ կա, որոնց մասը շատ վատ բաներ են լսում, բայց մինչև մի կան իրանք։ Այդ դատական համակարգը նույնն էլ ասենք, բանակը, հա, ասե ճիշտ է, ասենք առնում են, զենք են առնում, բան են առնում, բայց գիտենք, չէ, որ ասենք բանակում մթնոլորտը շատ վատն է, այսինքն մենք տեսնում ենք, մենք ոչ թե մեջից ենք իմանում, կողքից լսում ենք, ինքնասպան են լինում երեխեքը, չգիտեմ, ամբողջ օր խոսում ենք բանի մասին, մենք խոսում ենք խաղաղության մասին, ոչ թե դրա համար, որ այդքան խաղաղասեր ենք, այլ ուղղակի թույլության նշան է դա, այն խայտառակ պատմությունները, որ կատարվում էր բանակում եւ հիմա էլ շարունակում են այդ մարդիկ ղեկավարել բանակը, հասկանում եք, չէ՞ որ ոչինչ չի փոխվել բանակում, ու մեծ հաշվով։ Էլ որ բնակավարը ասեմ, կրթության բնակավարը խնդրեմ այն խուլիգանների այն որ ցույց տվեցին այդ երեխեքին ոնց են խոսում դասատուների դասախոսների եւ դասատուների վարկանիշը ընդհանրապես 0-ի էր հավասարեցված կամերային թատրոնի մոտ, որտեղ որ շուտով ներկայացում կխաղամ, որ գամ Երևան պրեմիերա ունեմ, ուրեմն կա մի հատ պարկինգ, այդ պարկինգը պոլիտեխնիկի պարկինգն է, մեկ-մեկ որ թատրոնում տեղ չի, ուրեմն դե եմ կայնում։ Մի անգամ կանգնելու ժողովուրդ ջան, ուրեմն սա մեքենաներ էին, բան մի հատ տրաքած 06 էր կանգնած, տրաքած։ Կողքը կանգնեցի, եկավ, պարկովշիկը եկավ, բարև Դանիել ջան, ինչ կա, բան ասի կանգնեմ էլի մինչև բան, բա կայնի, ասի, այս 06 ասի, ումն է, ասում է, ստեի դասախոսն է, պրոֆեսոր մարդ է, ասում է գալիս, ուրեմն կողքը, էլ Bentley, էլ, չգիտեմ, էլ Brabus, էլ թեկուս Opel, թե ես ինչ, ու մի հատ տրաքած առանց կռիլոնները ժանգը կերած, լանժերոները տրաքած, մի հատ 06 է կանգնած, ժողովուրդ, դա դասախոսի մեքենան է։ Դրանից հետո այն երեխեն, այն ուսանողը, որը որ Brabus-ով գալիս է դասի, ու այդ խեղճ դասախոսի տրտրիկով որ գալիս է, ասենք ոնց է կարծում, ոնց պիտի վերաբերվի։ Ես չեմ ասում, թե ամենակարևորը դա մեքենան է, չէ, փաստը, հենց փաստը։ Հիմա դիոգենեսներ չկան, որ բոչկայի մեջ ապրեն, հասկանում ես, ու բանը գա, մակեդոնացին գա, ասի, ոբշին խանգարում ես, թող ռադքաշի արևը բան ես անում, ու իրանը սա հարգեն, չէ։ Հիմա ուրիշ աշխարհ է։ Եվ եթե դասախոսը ստանում է ուսանողից ավելի քիչ, եթե դասախոսը բոմժի կարգավիճակում է, եթե դասատուն էլի բոմժի հոմլեսի ասենք կարգավիճակում է, չի կարող հարգանք վայելի, հասկանում եք, չի կարող, որտեվ ամենաբարձր վարձատրվողը պիտի լիներ դասախոսը, զինվորը, չգիտեմ, բժիշկը, ու եւ այլն եւ այլն, ու բժիշկը չխոսեմ, բժիշկը ինչ որ մի ձև կարողանում են իրենց պահել, հա, բժիշկները։ Ուրա, էդ չի փոխ, ասենք ոչինչ չփոխվեց բանից հետո, իշխանապողությունից հետո 18 թվի։ Գրեթե ոչինչ չփոխվեց։ Հիմա ոլորտները մեկ-մեկ բան անեմ, չթվարկեմ, ու հիմա երբ որ եւս մեկ ռեֆորմա առաջարկում իշխանությունը, դե եկեք հիմա բարեվարկությունը ստուգեն կաթողիկոսի, անշուշտ պետք է, բայց մենք գիտենք դա ոնց է կանել, տղեկ մի արեք, ոչ թե նրա համար, որ կաթողիկոսը իմ աչքի լույսն է, չէ, բնականաբար չէ, բայց դուք ավելի եք վատացնելու, քաքելու եք գործի մեջ, վաբշե, հասկանում եք, դրեցեք ոսկեղենիկ հայրենիս համար, փչացնելու եք ընդհանրապես, մի ձեռ տվեք, միակ բանը, որ կարող եք անել, ձեր անցնցում հեռացումն է եւ ապահովելով այն, որ լինի նորմալ ընտրություններ ու այն անասունները չգան ձեզանից առաջվա։ Այդ դա է ձեր արածը։ Դա կլինի մեծագույն նվեր հայրենիքին։ Դա միակ բանն է։ Կարակ էլ ռեֆորմ չանեք։ Կարակ բան ձեր չտակ։ Եք, այն բան երեխեք են լում, չար երեխեք են լում, որ ուզում են մի բան օգնեն, ասենք, բան այն չիբուրաշկայի մեջի բանն է, որ ասում է, որ ուզում է օգնի գենային, ասում է, բայց ты еще молоток уронишь, գործ չունես։ Ու հիմա այդ դիսկուրսը շաբան, ճիշտ ասենք, տեսեք, ինքը ամբողջահաճո բառ է, էլի, որ
կաթողիկոսը պիտի բարևարություն ունի, բան ճիշտ է։ Okay, նորմալ է, բարձ է։ Ուսանողը պետք է ճիշտ ասեմ, էլի Նիկոլ ճիշտ ասեմ։ Բայց ո՞նց է դա անելու։ Դու որ պետք է սա հեծանիվ քշեն, ճիշտ ասում ես առողջարանա։ Մասիվ ո՞նց ես ելնելու հեծանիվով։ Ոչ հեծանիվի դարոշկա ունես, ոչ բան ունես։ Կրթությունը նորաձև է, հասկացանք, նորաձև չի անհրաժեշտ է։ Անհրաժեշտ, ասենք վրիպում է եղել խոսքի։ Նորաձև է, բայց ո՞ր այտենց ես կրթելու ժողովրդին, որ քո պետական դպրոցները սաղ կոլապսի ենթարկված են հիմա։ Եթե մի քանի դպրոց կա, ելել բան դպրոցներ են, մասնավոր դպրոցներ են, որտեղ որ ինստիտուտի վարձ է, որ ասենք ինչ որ տենց գոնե քչից շատից, եւ ես խոսել եմ շատ դասախոսների հետ եմ խոսել, դասատուների դիրեկտորների հետ եմ խոսել, այդ մասնավոր դպրոցների, որ ասում եմ գալիս են ինստիտուտից դասատուները բազմապատման աղյուսակը չգիտեն, անգրագետ են, դրանց դասատու ոնց ընդունեմ։ Դրա համար դասատուների միջին տարիքը 45, 50, 60 տարի տերակած մարդիկ են իմ բանը թայ, հա։ Այն երիտասարդներ չկան։ Երիտասարդն չի դպրոց գնա աշխատի, հո աննորմալ չի։ Երիտասարդ տղամարդը կգնա դպրոցում կաշխատի, ոնց։ Ասենք բա ընտանիքը ինչով ապրի։ Ասենք այդ հարցերը չլուծած կաթողիկոսի հարցն ենք լուծիլ հիմա։ Լավ էլի արա, լավ էլի։ Հիմա իմ մտահոգությունը դա էր։ Եվ նույն բանն էլ այստեղ ասում են, դե գիտեք, դե ճիշտ է ասում էլի, բայց այդ կաթողիկոսը բա կաթողիկոս է, դու լեմիա դրան նայի, էս ունի, դա չի եմ, կես բամբասանքական բամբասանք չի, մոմի բիզնես անում, են անում, դու բայց մեկ այդ սաղ չգիտեմ, ով է, ում անում, այդ ոնց որ տենց մտել եք տեղաշորներ եք հանաների, բան եք անում, տենց բան ստրինգ եք մանգալի մեջ, այդ ռուսիկ եք մանգալի բան, կնգա, չիրեմ գտակ, չգտակ է ձեր գործն է, բայց փաստ մնում է փաստ, չէ, որ կաթողիկոսը երբեք ժողովրդի կողքին չի կանգնել։ Պարզ է, չէ, որ ինքը KGB-ի աշխատող է, որովհետև ասենք այն Կիլիրը ինչ է Մոսկվայի այդ բանը իրանց պատրիարքը, հա, իրանց էլ մեդալ ստանալ, էլ գնալ գալ, էլ բան, տենց, հա, թե ինչին է տենց, ասենք, ուրախացել, Մեհրիբանին մեդալ է տալի, եսի մի հատ բերանը ջուր հավաքած չի զանգում ասում, Կիլիր ջան, Կիլիր, չես ամաչում ես, ինչ ես անում, Մեհրիբանին մեդալ ես տալի, այն կնոջը, որի օրոք Արցախի բոլոր քրիստոնեական շինությունները հավասարվում են գետնին ուղղակի, հանում են խաչերը, խոնարհում են եկեղեցիները մեր։ Այն ղեկավարին է տալի մեդալ, որի օրոք Նախիջևանի բոլոր հայ խաչքարները ու գերեզմանները ավիվեցին։ Այն ուրիշ բաներ չեմ ասում, էլի պատերազմ, բան, մորթել, ջարդել, չէ, զուտ եկեղեցում պիտի դա հուզեր, հուզելա, կյանքում տեսել եք կաթողիկոսը լիբանացի, այսինքն շատ վատ կաթողիկոս է, սարսափելի վատն, հասկացանք, բայց ով պիտի փոխի, շատ վատ վարչապետը, ու ինչ ենք ստանալու մենք, ինչ, բժիշկը, վատ բժիշկը գալու է ձեր էլեկտրականությունը սարքի, տատրակցնի վաբշե սաղ, պաժար կսի շենքը էտ ալնելու դրա վերջը, Էդ է ուզում ասել, ժողովուրդ ջան, հենց այդ նարատիվին է ուզում, այսպես ասած, անդրադառնայի, գրանցեք ալիքից, ժողովուրդ ջան, բան արեք, տարածեք, թող այս մտքերը թող տարածվեն, եթե ձեզ համարել է հոգեհարազատ, ապա աշխատենք միասին, Ռոբերտ Քոչարյանի բանն էր, Ռոբերտ Քոչարյանի կարգախոսն էր, աշխատենք միասին բոլորս, որպեսզի հետո ուտենք, կերանք էլի, լավ, կնոպկեն ուրա, կնոպկեն,